Մինչև ևս մի հավատս և նրանց ասաց, ինչու եք այդպես վախեցած, դեռ ևս հավատ չունեք, սիրելի բարեկամ, քույրեր և եղբայրներ։ Սուրբ Պատարագի ընթացքում ավետարանից ընթերցվեց խորհրդանշական մի պատմություն, որը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Քրիստոս իր աշակերտների հետ նավակով անցնում էր ծովի մի ափից մյուսը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս Գալիլեայում իր քարոզության ավարտից հետո գալիս է Կափառնայում։ Այդ օրը Կափառնայում զանազան դաշտեր և կանչելագործություններ են կատարում։ Եվ ահա նույն օրը երեկոյան իր աշակերտներին ասում է. եկեք անցնենք ծովի մյուս կողմը։ Աշակերտները թողնելով ժողովրդին Քրիստոսին իրենց հետ տանում են նավակով։ Օրը երեկոյանում էր, ինչպես նշում է Մարկոս ավետարանիչը, և Հիսուս թեևս շրջակայությունից օգնած նավակերի կողմը ննջում էր։ Հանկարծակի մեծ օդորիկ բարեգործություն է սկսվում։ Ջուրը լցվում է նավակն այն աստիճան, որ քիչ է մնում այն խորտակի։ Առաքյալները սարսափած մոտենում են Քրիստոսին, ակնասում նրան և ասում. Վարդապետ, արդյոք մեր մասին չես մտածում, հիմա պիտի կորչենք։ Հիսուս բացելով աչքերը նախ հանդարտեցնում է օդորիկ բարեգործությունը և ապա դիմում իր աշակերտներին և ասում. ինչու եք այդպես վախեցած, դեռ ևս հավատ չունեք։ Իսկ աշակերտները սարսափած մեկ-մեկ հարցնում են. ով է այս մարդը, որին թե հողմը և թե ծովը հնազանդվում է։ Պատկերացնում եք այս հարցադրումը կատարում են Քրիստոսի աշակերտները, ովքեր բազում դաշտեր էին տեսել, բազում սքանչելիքների ականատես դարձել, սակայն այդ պահին, երբ մտնում են, կասկածում են։ Սիրելիներ, ավետարանական այս պատմությունը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին։ Մարդ արածը, ում ստեղծել է ինքը Աստված, արդյոք ապավինում է Աստծուն, թե հույսը սեփական ուժերի վրա ինքնավստահ ընթանում է այս կյանքի ալելոց ծովում, տարուբերվելով տարատեսակ խնդիրների ու փորձությունների փորձանքում։ Ներկա դարում ցավոք սրտի աշխարհի փորձերով վայելքներով շատերն այնքան են տարված ու լավված, որ նավակների պատվավոր տեղը տվել են Աստծուն, բայց նրանք քնեցրել իրենց սրտերի և ոգիների մեջ։ Ժամանակ չեն տրամադրում աղոթքին, բայց ակնկալում են, որ Աստված իրենց առողջ պահի, բարեկեցիկ, երկար կյանք տա, կյանքի բոլոր հայտները շնորհի, առանց Աստծու կամքի հնազանդության ծովին։ Երբ ալեկոծություն է սկսվում, առաքյալների պես տագնապում ենք և միայն այդ ժամանակ հիշում, որ նավակելին Աստծուն տեղ ենք տվել։ Շտապում ենք հագնացնել նրան, սարսափած խնդրում, որ մեզ օգնի և միևնույն ժամանակ մեղադրում, դժգոհում, թե ինչու է մեզ այդ վիճակում թողել։ Իսկ Աստված, ինչպես նավակի վրա եղող իր առաքյալներին հարցրեց, մեզ է հարցնում, դեռևս
հավատ չունեք, ուրեմն հավատը Աստծու գոյության փաստի սոս ընդունումը չէ, այլ աներեր եւ աներկա վստահությունը Աստվածային առաջնորդության հանդեպ։ Հավատն է, որ հանդարտեցնում է մարդուն իր ներքին ալեկոծություններից, զորացնում եւ ուժ է տալիս պայքարելու եւ հաղթահարելու կյանքի բացում փորձություններն ու դժվարությունները։ Եկեղեցին, որ խորհրդանշականորեն նմանեցնում է այդ նավակին, մեզ սովորեցնում է այդ հավատի էությունը։ Ցույց է տալիս, որ Աստծու ներկայությամբ չի կարող երկյուղ լինել։ Եվ տերունական նավահանգիստ է առաջնորդում նրանց, ովքեր թե խաղաղ եւ թե ալեկոծ պահերին Տիրոջն են ապավինում։ Ահավասիկ մշտապես Տիրոջը ուսացողի ու հետևողի հիասքանչ օրինակ Սուրբ Մարիամ Աստվածածինը, ում գոտու գյուտի տոնն է այսօր մեր եկեղեցին նշում։ Սա Աստվածածնին նվիրված 7 տոներից մեկն մի հանգամանք, որ ակնհայտորեն ցույց է տալիս հայ ժողովրդի հոգևոր կյանքում տիրավոր կարևոր ու նշանակալից տեղ։ Մշտապես Սուրբ Մարիամ Աստվածածինը որպես մայրության եւ առաքինության կատարյալ օրինակ դարերի վեր կերտել եւ ձևավորել է հայ օրիորդի կնոջ եւ հոր դիմագիծն ու նկարագիրը եւ այսօր է շարունակում է իր աշխատություններով կենդանի ներկայություն ու ներկայություն լինել մեր կյանքում։ Արկադիոս Կայսեր, որով ինչպես փոխանցում է մեզ պատմությունը, Երուսաղեմում հայտնաբերվում է Սուրբ Մարիամ Աստվածածնի գոտին։ Այն մեծ երկյուղատությամբ եւ հարգանքով տարվում է Կոստանդնուպոլից, որտեղ հավատացյալները առաջ գնալով երկրպագում են իրական այդ սրբությանը եւ այն զետեղում եկեղեցում։ Հետագա տարերի ընթացքում Աստվածամոր գոտին իբրև մեծագույն սրբություն բաժանվում է մասերի եւ տարվում տարբեր երկրներ։ Ամենամեծ կտորը պահվում է Հունաստանի Սուրբ Լեռան վանքերից մեկում։ Հայ իրականության մեջ Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնը ներմուծել է Սիմեոն Երևանցի կաթոլիկոսը 1774 թվականին իր հրատարակած օրացույցի մեջ։ Սիրելիներ, սակայն այս տոնի մեջ նյութական արժեքից առավել հոգևոր իմաստն ու բովանդակությունը կարևորություն ունի։ Աստվածամոր գոտին հավատքի այդ գոտին է, որով առավել ամուր պիտի կապվենք մեր Տիրոջ շուրջի։ Հայ արաքելական Սուրբ եկեղեցու նրա սրբազան արժեքներին եւ Սուրբ ավանդության։ Սիրելիներ, աշխարհի այս թողողը մեզ հաճախ պիտի տարբերի, շատ հաճախ պիտի ալեկոծենք, բայց մեր հույսը, մեր վստահությունը, մեր ապավենը մեր Աստված պիտի լինի ու իր հայրական սիրով պիտի հանդարտեցի մեր ներքին ալեկոծությունները եւ նրա հովաններով պիտի վայելենք ապահով կերպով այդ հավատքը։ Ուրեմն մեզանից զենն է տենք մեր թերավատությունը, հավատով ճանաչենք եւ վստահենք Աստծուն, հույսով մոտենանք եւ Թովմաս Սարաքյալի պես խոստովանենք Տիրոջն ասելով. Դու ես իմ Տեր Աստվածը, որ ինձ հավիտյանս